Գյումրին այսօր արդեն հին տեսքին է, նախընտրական բոլոր քարոզչական պաստառները վերացել են քաղաքից, իսկ հետընտրական անորոշությունը կարծես հաղթահարված է։ Ուրախ ենք, որ ընդդիմությունն են դրվել։ Ընդդիմության ուրվագծվող հաղթանակի ֆոնին գյումրեցիները հիմնականում գոհ են, որ քաղաքապետ չի ընտրվի քաղաքացիական պայմանագրի թեկնածուն։ Մեր համար մեկ է, տղա ջան։ Մեկ չէ, ինչ է մեկ։ Կարևորը այդ քաղաքացիական պաշտպան այդ բանը չի անի, կպան։ Մնացածը ովքերներ են։ Մեզնից եղել։ Շատերին ուրախացնում է հատկապես այն, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անվան շուրջ են համախմբվել ընդդիմությունը։ Մարտուն Գրիգորյանն էլ է կարողացել վերջին պահին վեր դասել քաղաքի շահը անձնական խնդիրներից։ Լավ է, շատ լավ է, թող ընտրվի, ինչ եղել։ Շատ ուրախ եմ։ Ինչի համար։ Որտեւ ես իրան էի ընտրել։ Հա։ Քիչ է համար եք իրեն ընտրել օրինակ։ Որպես մեր քաղաքի տղա ու ինքը գործին տիրապետող մարդ է։ 13 տարի աշխատել, դրա համար։ Ինչ որ ժամանակ ելի Վարդան Ղուկասյանը եղել է Գյումրու քաղաքապետը եւ ելի լավ մարդկանց տները տվել անվճար եւ ամեն ինչ նորմալ է եղել։ Հիմա դուք հույս ունեք անվճար ստանալ։ Ոչ, բայց թե կարծիք ունեմ, որ անտուն մարդիկ ելի կստանան տներ։ Մարդու անունն ու ժողովրդին տված խոսքը ամեն ինչից բարձր են, այսպես է ուրբաթ երեկոյան արձագանքել Վարդան Ղուկասյանը Մարտուն Գրիգորյանի երկար սպասված որոշմանը։ Իր համար շատ ճիշտ է արվել եւ իր ընդրած ժողովրդի նկատմամբ։ Հնգորյա լռությունը ուրբաթ կեսօրից հետո է խախտել Մարտուն Գրիգորյանը, հայտարարելով, որ Վարդան Ղուկասյանին Գյումրիի քաղաքապետ դառնալու համար կտա անհրաժեշտ ձայները։ Կքննարկենք, կտեսնենք, ինչ է պատահել, կարելի է միասին աշխատել մեծ հաճույքով։ Իսկ հնարավոր է, որ մինչև ապրիլի 16-ը Գյումրիի ավականու առաջին նիստը քաղաքապետի այլ թեկնածու առաջադրվի ընդդիմությունից։ Կոմկուսի քաղաքապետի թեկնածուն հիշեցնում է նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ հետընտրական օրերին իր ասածը։ Աշխարհում կա մի բան, ով շատ ձայն է հավաքում, նրան են միանում։ Այդ բաներին, ինչպես խապսերին, մապսերին, բաներին, ձիու քայլերին, բաներին ես ընդհանրապես այդ ճանապարհով չեմ ապրել։ Ես ապրել եմ ուղիղ, շիտակ։ Առաջին փոխքաղաքապետի հարցում Կոմկուսում որոշում ունեն։ Երկրորդ փոխքաղաքապետի պաշտոնը ըստ Վարդան Ղուկասյանի պատրաստ է տալ իրեն միացած մյուս 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից որևէ մեկին։ Առաջի փոխքաղաքապետը լինելու է Ավետիս Սարաքելյանը։ Օրինակ Ռուբենին, որպես մշակույթի ներկայացուցիչ, առաջարկում եմ հենց իրեն հիմա մշակույթի բաժինը ինքը ղեկավարի շատ լավ կլինի, ես լավ կզգամ, որ ինքը ղեկավարի աշխատենք միասին։ 5-րդ անգամ քաղաքապետ դառնալու հայտ ներկայացրած Ղուկասյանը գիտի, որ ծանր օրեր են սպասվում, երբ վերադառնա իր կառուցած քաղաքապետարանի շենք։ Ասում է, գիտակցում է, որ Հայաստանի գործող իշխանության հետ դժվար է լինելու աշխատելը։ Ես պահելու եմ սուբորդինացիան, կակոյ պրիվետ, տակոյ ատվետ։ ԿՊԱ-ականների հնարավոր մանդատագողությունից չի վախենում Ղուկասյանը, վստահ է, իր թիմում նավելքողներ չկան։ Էդգար Ղուշչյան, Ալբերտ Սերոփյան, Ալեքսանդր Սարգսյան, Հերիկ Համազասպյան, Արտյոմ Ադամյան և Անի Ղանդիլյան, Հայլուր։